Սրտի Եվային ինչ կասես։ Կչախեմ։ Ես էլ կմեծանամ։ Սյո Ֆելո ջան, դնում ես, ես ու Արսենը քեզ կապտի տարեցինք, կապտեցիր աղբերես։ Հիմա գրված գրազը պետք է տաս։ Ինչ անենք, Արս, ուզում ես մի մարդա 10,000 փող ուզենք։ Մարդա 10,000։ Այդ մեկը չեղավ։ Մենք պայմանավորվել ենք, որ կռվողը կատարելու է հաղթողների ցանկությունը։ Բայց նաև պայմանավորվել ենք, որ դրա մեջ փող պետքա չլինի։ Համել ինձ որտեղից փող։ Բայց ճիշտ է ասում, Մուշեղ ջան, ավելի լավ է մենք մեր ցանկությունը ասենք ոսկեձկնիկին։ Ոսկեձկնիկ ջան, ոսկեձկնիկ, մենք ուզում ենք, որ դու օրինակ տկլոր իշնես հրապարակ։ Դե Արսեն, հեչ հեռատես չես։ Հիմա ես գիշերով որ Ֆելոն իշնի հրապարակ։ Ցրտին, պտի հիվանդանա, պտի։ Հա։ Հետո պտի կամ ես վարակի։ Պտի։ Հետո պտի մենք գնանք դեղ առնենք, որ բուժվենք։ Պտի։ Դրա համար ես ավելի լավ բան եմ մտածել։ Ուրեմն ոսկեձկնիկ ջան, ոսկեձկնիկ, մենք ցանկանում ենք, որ դու պահարանով թաքուն մտնես աղջիկների սենյակ ու Տաթևին պաչես։ Ես այդ մի բանը հաստատ չեմ անում։ Ֆելո, կրվել ես, ուրեմն պտի անես։ Ամենից ես ձև բռնել իբր Տաթևին չես ուզում պաչես։ Գնա էլի, գնա պաչի, համ քնածա, չի ջոգի, համ էլ հեշտությամբ գրազդ կտաս։ Ամեն ճիշտ ասում Մուշեղը։ Ֆելո դու գիտես կրած չտվողը ինչ է։ Ֆու Ֆելո, ֆու։ Գիտեմ։ Դրա համար էլ կանեմ։ Բայց լավ հիշեք, այս լավ գաղափար չի։ Ոչինչ, պատիվոր լավ է։ Տաթև ջան, այդ ինչ սարսափած դու երազը էր տեսել, որ ամբողջ շենքին քնից հանեցիր։ Տիկին Տամարա ահավոր էր։ Երազիս մեջ մի հատ կանաչ գորտ, ավելի ճիշտ դոդոշ, ուզում էր ինձ համբուրել, որ մարդ դառնար։ Տաթև ջան, եթե երազդ տեսել ես, որ կանաչ մեծ դոդոշը ուզում է քեզ համբուրի, դա նշանակում է, որ դու ինչ-որ մեկի սիրահարված ես, բայց մի մոռացիր, որ հեքիաթներում միշտ համբույրից հետո դոդոշը դառնում է արքայազն։ Տիկին Տամարա, ուղղակի Տաթևի դեպքում դոդոշը համբույրից հետո էլ ամնում դոդոշ։ Իդեպ, տղաները իրենց բլոտի առաջնությունը չավարտեցին, որ դու էստեղ ես քնած Տաթև։ Չէ, տիկին Տամարա, ու այսօր դժվար էլ թե ավարտեմ։
այնպես որ ես այստեղ եմ քնել։ Հա, բարձր։ Դե բարձի տակ դանակ դիր, որ դոդոշներ չվախնես։ Լսի այդ դոդոշ։ Քեզ ով է իրավունք տվել գիշերով ներխուժես մեր ննջարան։ Հերիք չի, մի հատ էլ տաթևին համբուր ես։ Երեխեք ջան, ինձ կներեք, ես դա գիտակցաբար չեմ արել։ Ճիշտ է, գիտակցաբար չես արել, այլ արել ես նենգաբար ֆելո։ Չէ, Տաթև ջան, ես ուղղակի լուսնոտ եմ։ Մեկ-մեկ գիշերները արթնանում եմ ու չեմ հասկանում ինչ եմ անում։ Եկա փաստորեն մենք ավելի լուրջ վտանգի մեջ ենք ու կարող ամեն ինչ ավելի վատ լիներ ու մենք դրա մասին իմանում ենք հենց նոր։ Տաթև ես հասկացա մենք ինչ պետք է անենք։ Պետք է պահարանի դուռը կողպենք, որ ամեն մի կենդանի հեշտությամբ չկարողանա ներխուժի մեր սենյակը։ Իսկ հիմա ֆելո, հետևում ես Դեվիդ Կոպերֆիլդի օրինակին ու անհետանում ես այս սենյակից, արագ։ Ախր երեխեք ջան։ Արագացրու ֆելո։ Ալեյ հոպ մեր սենյակից։ Ֆելո։ Ինչ լուսնոտ։ Էդ ինչ ես ասում աղջիկներին։ Չէր կարող գոնե ուրիշ բան ասել։ Ասել գոնե թաղծոտ, բրթոտ, հիվանդոտ, գժոտ, չգիտեմ, ռոբոտ, տեկոս։ Էդ ինչ լուսնոտ։ Ինչի։ Որտեղ որ մի նորմալ աղջիկը լուսնոտի հետ կամուսնանա։ Ծիծաղում եք, հա։ Մի հատ լավ խոսք կա։ Ասում է ծիծաղում անա, ով վերջում է ծիծաղում։ Դե հիմա բաժնեք որ պոկեր են խաղում։ Ֆելո, ուզում ես կլաս խաղանք, ուզում ես ռեզին խաղանք, ուզում ես լյագուշկա խաղանք, մեկը դու կրվելու ես։ Շատ վստահ ես, մուշեղ։ Պոկերը քո համար բլոտ չի։ Ֆելո, դու արդեն շատ ես խոսում։ Պոկեր, գլամուրես կյամբիլն է էլի։ Դու բաժան։ Դու բաժանի։ Ամեն ինչ ձևերի կասես։ Խնդրեմ ուշեղ ջան։ Տամարա, դու չգիտես, որ ես թեյը շաքարավազով եմ խմում, ինչ ես դառը թեյ բերել։ Վայ, հանգստացի ուշեղ ջան, չես բարկանում, շաքարավազը կողքին դրված է, ինչքան ուզում ես այդքան լցրու։ Տամարա, դու շատ լավ գիտես, որ ես ծխելը թարգել եմ ու վարում եմ առողջ ապրելակերպ։ Մոջո սուրա։ Ոյ, ուշեղ ջան, հիմա վերեմ։ Հանգստացի։ Ախր գիտես մուշեղ ջան, տպավորություն է, որ ոնց որ առիթ մանգաս, որ Տամարային նեղացնես։ Առավոտից թարս ոտքից արթնացած լինես։ Ինչա պատահել։ Ուզում ես ասես, մուշեղը օթից կռիվ սարքողը, հա։ Էսից դրել ես հարսանիքի ժամանակ փեսու խմած բարեկամների տեղը, հա։ Ուզում ես ասես, մուշեղը օթից կռիվ բռնողը, հա։ Բարի լույս ձեզ։ Բարև Տաթև ջան։ Գնանք տիկին Տամարա։ Հա, արդեն գնանք, քանի չենք ուշացել։ Բարի։ Ուշեղ։ Ես ոնց որ գրազդ չես անում, հա։ Ֆելո, ես ինչ անեմ։ Այսօր առավոտվանից առիթ եմ ման գալիս, որ Տամարային չափանախեմ։ Էն է Տամարան հնազանդ գարի նման ձեն չի անում։ Ֆելո կարող է մուշոյին ժամանակ տանք, որ միջև իրիկուն գրազը անի։ Իսկ չէիք կարող մի քիչ ավելի խելքին մոտ բան մտածեիք, Ֆելո։ Յա, քո մտածածն էս խելքին մոտ էր, հա։ Յանի քիչ այբ ունե, մի հատ էլ Տաթև իմացա, որ ես լուսնոտ եմ։ Մի խոսքով նենց ես անում, այդ գրազը անում ես, ունես, որ ես իմ աչքով տենամ։
Ֆելո, իսկ կարող է ուրիշ բան մտածենք։ Չէ, Արսեն, այս պրինցիպի հարցա։ Եղա Ֆելո տղա։ Ես էլ առիթ կունենամ քո հետ պոկեր խաղալու։ Սրանք տեսեք, որ ուզում է Վիվարո պոկերի չեմպիոնին կերի։ Վիվարո չեմպիոն, my friend։ Բայց չէ դու։ Նորա, ես ինչ ես ցրտին դուրս է նստել։ Գոնե երեխուն թողեր տանը։ Ուշեղ քեզ էի սպասում։ Հետդ խոսելու շատ կարևոր բան ունեմ։ Նորա, ամեն անգամ երբ դու ինձ ասում ես, որ հետս կարևոր բան ունես խոսալու, բոմաժնիկս վախից սկսում է դողալ։ Նենց որ առաջարկում եմ, որ իրա մոտ փողից չխոսաս, մեղք կա։ Ինչ եղավ։ Ուշեղ երեխան խփեց։ Լավ արեց, հասնում է քեզ։ Այ որ հիմա խփեց, նոր հասկացա, որ այս երեխան իսկականից իմն է։ Ուշեղ երեխան սովից է խփում։ Ես նորմալ չեմ սնվում, իսկ մեզ նորմալ սնունդ է հարկավոր։ Նորա, իմ ավտոյի գազի բալոնը արդեն մի ամիս է նորմալ կուշտ փորով զապրավկա չի եղել։ Գիտես ինչ, որովհետև փող չկա, չկա նաև սնունդ, չկա նաև նորմալ սնունդ, ժողովրդի ձեռը փող չկա։ Ես գնալով համոզվում եմ, որ հարուստներին լացացնելու համար պետք է փողից խոսել։ Ով ես։ Ես եմ հարուստը։ Եթե ես իմ տաքսիստ հալով հարուստ եմ, ուրեմն Հայաստանի 80%-ը շեյխեր ու օլիգարխներ են։ Էլ չեմ խոսում են 20%-ի մասին։ Իսկ սրճարանը։ Տամարային տեսա ու ասաց, որ դուք սրճարան ունեք։ Ոչ թե մենք, այլ ինքը։ Եթե ինքը, նաև դու։ Եթե ես նաև մենք, Եթե դուք, նաև մենք։ Տաթև ջան, սա ամեն ինչ անում եմ, որ այդ տանը խաղաղություն լինի, բայց Տաթև չհասկացա, ես ովքեր են։ Չգիտեմ։ Տղաներ, տղա ջան, մի հատ վեր կացեք, ովքեր եք, ինչ եք անում այստեղ։ Չեք լսում, մի հատ վեր կացեք։ Լսի քուրիկ ջան, փողը տվել է քնում ենք։ Ինչ փող։ Գիշերը ստեղ մնալու փողը։ Մարդը 1000 տվել ենք, միջև վերջի վարկյանը պետք է քնենք։ Յան տվեք։ Չհասկացա, ում եք տվել։ Այս հյուրանոցի տիրոջը։ Կարմիր բաբուշկով տղու։ Փաստորեն դուք այստեղ վաղուց եք բնակվում։ Այդ ցավը տանեմ շատ գիտեմ, որ ժամացույց ունենք, ոչ էլ կալենդար։ 30,000 էլի։ Փաստորեն մի ամբողջ ամիս է դուք այստեղ եք գիշերում։ Այստեղ են գիշերում շրջանայինի անցումի տակ էլ ցերեկում ենք։ Մի հատ հենց հիմա տեղից վեր կաց։ Մի հատ վեր կաց։ Շուտ, դուրս արի։ Շուտ, դուրս արի։ Վեր կաց, դրստեղից, արագ։ Մյուս անգամ Շեֆ ջան, մի բան արա էլի։ Մեզ տեղից հանում է։ Ես ով ես բոմժերին ներս թող, այ բոմժեր։ Հələ դա գրավները քաշի գնացեք։ Այս հապը տալե փողերը։ Հələ գնացեք միասնելի։ Շիա։ Գնացեք փողերը։ Ախր այդ իկին տամարը ես դուրը փակել եմ, ես ոնց եմ ստեղ մտել։ Ես փակել եմ, կարող Արսիմա, որ հարցնեմ, որն է քո ամենամեծ երազանքը, գիտես ինչ կպատասխանեմ։ Տաթևի հետ մի բորցի ծերանալը։ Չէ, սխալվում ես։ Այսօր իրիկուն տենալ թե ոնց է մուշեղը տամարային ապտակում, ու ոնց է դրանից հետո տամարան մուշեղին սապոն սարքում։ Դուրս sense կարածեցի մենակ հրաչը։ Չհասկացա։ Այս դրան ձենը չեք լսում, ինչի՞ չեք բացում։ Լիկը գնա դուրը բացի, թե չեսա գլազոկի տակը կապտելու է, չես հասկանում, որ հրաշն է։ Գնա։ Բարի օր քուր
Քուրս։ Ոնց ես։ Լավ եմ Հրաշ ջան, դու ոնց ես։ Տխուր եմ, ցավը տանեմ։ Դու ոնց ես։ Ինչի՞ ես տխուր Հրաշ ջան, ինչ ա եղել։ Դե նոր գալուց գայիշնիկները բռնեցին ավտոյի սաղ պլյոնկեքը փոկեցին։ Դառել եմ ձուկ, ակվարիում եմ քշում։ Լավ դե Հրաշ ջան, ոչինչ, բան չկա։ Պլյոնկա է էլի։ Հեշտ ես ասում, ցավը տանեմ։ Այն ժամանակ կարում էի քշելուց հանգիստ հեռախոսով խոսայի, լողանայի, թրաշվեի, հաց ուտեի, իսկ հիմա քշելուց մենակ քշում եմ։ Բայց ինչ կա, տունը մենակ ես։ Հա, Հրաշ ջան, մենակ եմ։ Տաթևը մի քիչ առաջ գնաց գործի։ Ռուբեն, սա քո վերջին աշխատանքային օրն է, վերջ։ Ավելի տիկին Տամարա, խնդրում եմ, էլի մի հանեք ինձ աշխատանքից։ Խոսք եմ տարել նման բան չի կրկնվի։ Էլ ինչ լեզվով ասեմ ձեզ։ Պաժալստ էլի տիկին Տամարա։ Ոչ մի պաժալստ, մաժալստ։ Ռուբեն, վերջ։ Ես հենց հիմա դուրս եմ գալիս մեր ապագա բարմենի որոնումներով։ Ավելին ասեմ Տաթև, վաղը առավոտյան մենք կունենանք նոր բարմեն։ Իրերը հավաքիր։ Ռուբեն, բայց դու ինչ ագահ մարդ դուրս եկա։ Ես եմ ագահ Տաթև ջան։ Արկադիրի թոփ դաշնակում երկրորդ հորիզոնականն եմ զբաղեցնում։ Այն օրն եկան տան տելևիզորը տարան, ստիպված պաստավկա ենք նայում։ Ախր մի ձետ պետքա չէ գումար աշխատեմ, որ կարողանամ այդ ապառիկները սմուծեմ։ Խնդրում եմ էլի գոնե դու մի բան արա, որ ինձ աշխատանքից չհանի էլի Տաթև ջան։ Ռուբեն, հասկացի, ես Տամարայի դեմ անզոր եմ։ Եթե կա ինչ-որ մեկը ում Տամարան կլսի, այդ մուշեղն է։ Բայց մի տեսակ կասկածում եմ, որ խնդրանքդ կկատարի։ Փորձեմ էլի։ Հրաշ ջան, եթե ուրիշ բան չունես ասելու, արի միասին դուրս գանք, հա, ես էլ պետքա դասի գնամ։ Հա, ցավը տանեմ, հեսա դուրս կգանք։ Ուղղակի մեծ շատ կարևոր հարցով եմ եկել։ Ինչ հարց։ Կարող է պապան փողը ուղարկել։ Դոջի այքո ցավը տանեմ, չգիտես հոպարի գործերը ոնց է։ Մեր երկրի նման է, վաբշե չի դզվում։ Բայց ասում եմ հույսեր կան։ Լսի լը քուրս։ Ինձ շենքում մի հատ տելակ է, որ ուզում էի մի ժամանակ, հիշում ես։ Հա, հիշում եմ։ Ճիշտ է, որ է դրա պապան միլիցա է։ Ոստիկան։ Հա, միլիցա։ Չէ, Հրաշ ջան, հակառակը։ Իրա պապան հանցագործ է։ Իրա մաման էլ բաժանված է, ինքը իրա մամայի հետ է ապրում։ Ինչ ես ասում։ Փաստորեն ինձ խաբել են, հա։ Սպասես մի հատ տեղ զանգեմ, հետո դուրս կգամ։ Բարի օր մեռնեմ գլխիդ, այդ խես շշուկով խոսում, կարող է կողքդ քնած մարդ կա։ Չէ, Հրաշ ջան, բանի խիդայի եմ։ Առավոտ 11-ին։ Լավ, լսի ինչ եմ ասում ապեր։ Որ բանի խիդան պրծնի մի 15 րոպեից, ձեր հայաթում կլնես հետդ խոսալու բանունը։ Գնացինք քուրս։ Հա, Հրաշ ջան, դու մեքենայով ես, չէ, ինձ կտանես դասի։ Քուրս մեքենայով չեմ, ակվարիումով եմ։ Բայց կտանեմ, հարց չկա, չես տանեմ գամ պիտի ինգերոջս տենամ ձեր հայաթ։ Ֆելո աշկիս այսօր երազանքը չի իրականանալու, որովհետև Հրաշն է քեզ այսօր սապուն սարքելու են էլ սև։ Բարև ձեզ, ինչ կցանկանաք։ Բարև ձեզ։ Սա ինչ սպասարկում է, սա սրճարան է, թե թաղման բյուրո։ Եթե ժպիտը նկատի ունեք, ասեմ ձեզ, որ ժպիտը կես ժամ առաջ վերջացավ։ Բացի ժպիտից ուրիշ ինչ կցանկանաք։ Թեթև նախաճաշ, 3 բաժին խորոված, 2 բաժին քաբաբ, 4 բաժին խաշլամա եւ իշխան։ Իսկ իշխան կուզեք։ 2 բաժին Ռուբեն ջան, մեկ էլ վարդագույն գինի, հա, սառույցով։ Գիտեմ։ Իսկ հաշիվը հիմա բերեմ, թե հանգիստ հաց ուտեք վերջում բերեմ։ Թերևս երկրորդ տարբերակը։ Թերևս տարբերակը ընդունված է։
Ով էր էս հանգած հրաբուխը։ Արսեն, ես չեմ ուզում սես ջայել նահատակվեմ։ Ես էլ լիքը նպատակներ ունեմ։ Ֆելո ջան, բոլորս էլ հեռանալու ենք այս կյանքից։ Ինչ անենք, ճակատագիրը։ Անելու ժամանակը չի Արսեն։ Մի բան ասա, որ ես այդ հրաչից պրծնեմ։ Խոստանում եմ, եթե ես բան ասես, որ հրաչից պրծնեմ, ինչ ուզես կանեմ քո համար։ Ինչ ուզեմ կանես իմ համար։ Արի սկզբից ասեմ ինչ ես անելու իմ համար, հետո կասեմ ինչ եմ մտածել, որ հրաչից քեզ ազատեմ։ Ռոբ, ես կմատուցեմ։ Մատուցի։ Տամարան աշխատավարձս կդրեց, դու էլ չայևը ես կդրի։ Խնդրեմ։ Սա էլ ձեր գիգուտ։ Կներես, Սելաջան միամիտ ստացվեց։ Միամիտ, թե դիտմամբ։ Դե գիտես, Սելաջան, ոնց ուզում ես մտածի։ Каждый думает по мере своей испачканности։ Ներողություն։ Էս ինչ հաշիվ էր։ Նորա, ես մի բան չեմ կարող հասկանամ։ Ինչի՞ է Տաթևը իր ընկերուհու ամուսնուն այդքան խանդում։ Ոչինչ, ես այս գինու նման հետք եմ թողելու իրանց ընտանիքի վրա։ Ինձ թվում է ժամանակն է, որ մենք հաշիվը փակենք, մի րոպե։ Ուրեմն դու ունես ընդամենը 3 վայրկյան ժամանակ, որ բացատրես, թե ինչ ես լավ տղեկին խաբում։ 1-3։ Հրաշ ջան։ Յա, ախպեր ջան, ոնց ես, բարի օր, ծավոտ տանեմ։ Էս ինչ կա եկել ես այս շենքը, հո դեպք մեկ չի եկել ես քննես, ծավոտ տան։ Չէ, հրաշ ջան, եկել եմ քրոջս տուն, այս շենքում ապրում։ Քուրը տովա որ ցավը տանեմ։ Ուղղակի ես էլ եմ այս շենքում ապրում։ Էլան, դե քուրը մի քիչ հարաբերական է ասած, պապան ջահել ժամանակ տենց ջահելություն արել, կապնվել այլայի մոր հետ, Էլան էլ ծնվել է։ Դե մի քիչ ինչ արած, տենց համակերպվել ենք։ Իսկ պապատ որ պապատապեր եմ, որ միլիցիա, Այդ մի պապան է, հրաշ ջան։ Դե լավ, տղեկ ջան, ես գնացի գործ ունեմ քննելու, էլի։ Հաջողություն։ Լավ մնացեք։ Հաջողապեր։ Հրաչ ջան, մի հատ ինձ կբացատրես, ես քեզ որտեղ եմ խաբել։ Ոչ մի տեղ ապեր։ Ոչ մի տեղ էլ չես խաբել։ Բայց քեզ մի հատ բան կասեմ, որ դու ծնվել ես բեսամտ բախտավոր աստղի տակ։ Աստորեն Էլայի պապան իրոք միլիցիա է, հա։ Լավ, ապեր ջան, դե կտեսնվենք, հաջողություն։ Աստորեն ինձ գործից կտրել բերել ես ստեղ, որ այս սեղանի հաշիվը ես փակեմ, հա։ Այո, մուշեղ, որովհետև սա քո երեխայի առողջ սնունդը ապահովելու համար է։ Ինչ երեխու մասին է խոսքը։ Իզուր քեզ մի միամիտի տեղ դիր, Էլան ամեն բանի մասին գիտի։ Եվ եթե չես ուզում, որ էլի մարդիկ ավելանան այդ իմացողների շարքում, ուրեմն այս սեղանի հաշիվը քեզ սրտատրոփ սպասում է։ Աստված ջան, շատ եմ խնդրում, էլի։ Մի բան արա թող ինձ գործից չհանեն, էլի։ Խոսք եմ տալել, ոչ մի խարդախություն չեմ անի, Աստված ջան։ Ռուբեն, ես քեզ մի հատ խնդրանք ունեմ։ Այ մուշեղ ջան, ես էլ քեզ մի հատ խնդրանք ունեմ։ Եթե դու ինձ չմերժես, ես քեզ հաստատ չեմ մերժի։ Խնդրում եմ, տամարային բարեխոսիր ինձ գործից չհանի, էլի։ Հաշ չկա, կասեմ, բարեխոսեմ։ Մենակ դու իմ խնդրանքը կատարի, այն սեղանը տենում ես, այդ սեղանի հաշիվը գրի իմ վրա, ես հետո քեզ կտամ։ Այ պրոբլեմ չկա, մուշեղ ջան, ուզում ես լրիվ սեղանների հաշիվը գրեմ քո վրա։ Խնդիր չունես դու։ Հոպ։ Մենակ այն սեղանի։ Եղավ ցավը տանը, եղավ։ Խնդիր չկա։ Դե չմոռանաս, էլի։ Մերսի մուշեղ ջան։ Բա տղեկ ջան, ինձ նայեք, ձեզ խղճացեք։
Նորայի հաշիվը մնաց վզիս։ Սարի նման տղա է, այդ Եվայի ցեղի ձեռը դառա շիրմաքար։ Մուշեղ ինձ թվում է քո վրա թուղթուգիր կա։ Հա, ու այդ թուղթուգիրը 12 հատորանոց է Արսեն ջան։ Հուսով եմ գրվածդ գրազի մասին չես մոռացել։ Ինչի համար եմ ասում, որովհետև մեր պայմանավորված ժամանակը 10 րոպեից վերջանում է։ Ֆու, մուշեղ, ֆու։ Այ ես քո ախպեր ասողի։ Ինձ թվում է, որ ես մեռնելուց ելնեմ, դու հաստատ պարելու ես։ Ես մի հատ խնդրանք ունեմ Տամարային։ Հեսա կգնամ կխնդրեմ ու հաստատ գիտեմ մերժելու է։ Եթե մերժեց, այդ լավ առիթ կհանդիսանա, որ ես իրեն չափալախեմ։ Մի խոսքով, ես մի հիանալի բարմեն եմ գտել ու վաղը առավոտվանից նա արդեն աշխատում է մեզ մոտ Տաթև ջան։ Բայց տիկին Տամարա, Ռուբենը լավ աշխատող է։ Առավոտից երեկո անդադար աշխատում է, կարող է այս անգամ ներեք։ Ինչ անեմ։ Ներեմ Տաթև։ Ոչ Տաթև։ Եթե անգամ Լենին պապիկը հորեղբոր տղայի ձեռքը բռնած դամբարանից գահասնի այստեղ ու խնդրի, միևնույնն է, ես չեմ ներելու։ Վերջ։ Տամարա, մի հատ խնդրանք ունեմ քեզ։ Ասա Մուշեղ ջան։ Ես իմացել եմ, որ դու այսօր Ռուբենին աշխատանքից հեռացրել ես։ Խնդրում եմ իրան հետ ընդունես աշխատանքի։ Տեսնում ես չէ Տաթև։ Ծանոթներ ենք։ Ախր Մուշեղ, դու գիտես այսօր Ռուբենին ինչ արել։ Գիտես, որ այդպիսի բան ես խնդրում։ Հիմա ինչ որ արել է։ Ուրեմն ամեն մի ստից բանի համար մարդուն պետք է աշխատանքից հեռացնես, հա։ Ոչ, չէ, Մուշեղ ջան, չէ, ես քեզ հենց երեխեքի ներկայացամ խոսք եմ տալիս, որ վաղվանից այդ Ռուբենը կգա աշխատանքի, տես ես չեմ հեռացնել։ Ինչի համար։ Դու լավ գիտես ինչի համար։ Խր ես զգում եմ, ես առավոտից զգում եմ, որ դու ես ամենի մասին տեղյակ ես։ Բայց ես անգեղծ եմ ասում, ես մեղք չունեմ, եղբայրս ստիպեց։ Ինչ ստիպե։ Այսինքն ոնց ստիպեց։ Ոնց որ երեխեք, 2 օր առաջ եղբայրս զանգեց ու ասեց, որ արդեն ժամանակն է ամուսնության մասին մտածելու։ Բայց ախր ես չեմ կարողանում նրան բացատրել, որ դու ընդամենը իմ հարևանն ես, Մուշեղ։ Մի խոսքով ասեց, ձեզ մինչև տարվա վերջ ժամանակ, դու Մուշեղը պիտի ամուսնանա։ Տիկին Տամարա, բայց դա հնարավոր չի։ Գիտեմ, Տաթև։ Տիկին Տամարա, բայց ես Տաթևը չեմ։ Թող լինի Լիկա։ Մի խոսքով Մուշեղ, մենք արդեն օրը որոշել ենք։ Ես ու դու ամուսնանում ենք դեկտեմբերի 30-ին։ Մուշեղ! Թող ես ինչ նասեր եկավ կպա Մուշեղի։ Հանինանինանինա, հանինանինանինա, հանինա։ Թնդվել ես ինչ ես անում, ախպեր ես մերնում է, դու երգում ես։ Ասա ես ինչ անեմ, դու չեր ասում, որ այսօրվա մեջ իշքան ծապտամ այդքան երկու բարի։ Ուչի տրելի ասում Մուշեղը, որ դու անուղեղ ես։ Հիմա նա ինչ ենք անում, հենց ծապ եմ տալիս, զանգում է շտապ օգնություն։ Մուշեղ,